Հայոց լեզուն կործանվում է։ Համենայնդեպս այդպես է կարծիքը շատերի կողմից հնչեցող։ Եվ միտքն այն է, որ մեր երեխաները, ոչ միայն երեխաները, գրում են լատինատառ, մենք խոսում ենք խառը լեզուներով, մենք օգտագործում ենք օտարաբանություններ եւ ընդհանրապես գրական լեզուն քիչ է հնչում փողոցներում։ Որն է խնդիրը, ինչ պետք է անել, որ այդ խնդիրը լուծվի, այսօր կխոսենք դրա մասին։ Սկսենք լատինատառից։ Լատինատառ գրելը դա մարդկանց բնորոշ փնթիության հերթական դրսևորումն է։ Նույն այն փնթիության, որի շնորհիվ մենք ամենուրեք գեղեցիկ տեղերում տեսնում ենք աղբ լցրած, նույն այն փնթիության, ինչի հետևանքով հենց մի տան պարիսպից 10 մետր հեռու են գնում, տեսնում ենք աղբ լցրած, նույն այդ պատճառով մարդիկ վարելով մեքենաները մեկը մյուսի նկատմամբ հարգալից չեն եւ ընդհանրապես փնթի են վարում։ Դա համատարած փնթիությունն է, որը գալիս է եղած կարևոր բաների նկատմամբ հարմարությունից ելնելով վարքագծից։ Մեզ այդպես ավելի հարմար է։ Ոչ թե մենք այդպես համարում ենք ավելի ճիշտ։ Չկա երևի որևէ հայ, որ համարի, որ լատինատառ հայերեն գրելը շատ ճիշտ է։ Սովորաբար դա ուղղակի հարմար է։ Իսկ սա ավելի խորը պատճառ ունի, եւ պատճառը ընդհանրապես լեզվի նկատմամբ փնթիությունն է։ Հիմա հարց լավ է թե դե վատ։ Եվ եկեք մի քիչ դրա մասին խոսենք, որտեղ դա միանշանակ պատասխան չունի։ Եվ մենք հիմա կհասկանանք ինչու։ Ես հիմա դիմելու եմ այն բոլոր մարդկանց, որ այս տարիների ընթացքում ինչպես վարում եմ այս հաղորդումը, անընդհատ նաև մեկնաբանություններում գրում եմ, որ այս բառը սխալ օգտագործեցիր, այսպես պետք չէ խոսել, այս օտարաբանությունը չի ես օգտագործում եւ այլն։ Այո, ես ձգտում եմ խոսել գրական լեզվով, սակայն ժամանակ առ ժամանակ իսկապես օգտագործում եմ բառեր, որոնց համար կան հայերեն լավ հումանիշներ։ Պատահում է։ Տեսեք, հայերեն լեզուն առաջացել է ժամանակի ընթացքում։ Մեր նախնիները խոսացել են նույն լեզվով, որով խոսացել են հնդիկների նախնիները եւ գերմանացիների նախնիները, ընդհանրապես ժամանակին իրենք մի ցեղ են եղել կամ իրար մոտ ցեղեր։ Եվ չի եղել մի պահ այս ամբողջ պատմության մեջ սերնդե-սերունդ ամեն ծնող իր երեխայի հետ խոսացել է ինչ-որ լեզվով եւ չի եղել մի պահ, որտեղ բոլորս կարող ենք դրոշ տնկել եւ ասել սա հայերենն է, ոսկեղենիկ, իսկ դրանից առաջ եղել է արցաթեղենիկ, իսկ դրանից աղաց եղել է պողպատեղենիկ։ Ամեն պահին լեզուն եղել է եւ հիմա էլ կա։ Եվ այն, ինչի շնորհիվ հայերենը հասել է այսօրվան, դա մեր նախնիների լեզվի նկատմամբ փնթիության շնորհիվ է։ Իրենք անընդհատ օգտագործել են օտարաբանություններ, անընդհատ ստեղծագործել են, անընդհատ շեղվել են նորմերից, անընդհատ խոսել են այլ կերպ, ինչ իրենց ծնողները, եւ դրա շնորհիվ լեզուն փոխվել է։ Այլապես մենք մինչ այսօր կխոսեինք հնդա-եվրոպական հին լեզվով, որը իրականում կիրառել չի մեր ժամանակներում, քանի որ կան բազմաթիվ հասկացություններ այսօր, որոնք չեն ծածկում որևէ կերպ այն ժամանակվա լեզվով։ Այնպես որ մարդիկ, որոնք անընդհատ պայքարում են լեզվի մաքրության համար, պայքարում են մի բանի համար, որ իրականում գոյություն չունի։ Այլ բանի համար է պետք պայքարել։ Պետք է պայքարել նույն բանի համար, ինչու օրինակ պետք է պայքարել լատինատառ հայերենի դեմ։ Պետք է պայքարել գեղեցկության համար։ Մենք պետք է լինենք ներդաշնակ։ Մեր մշակույթը պետք է լինի ներդաշնակ։ Մեր լեզուն պետք է լինի ներդաշնակ։ Բայց այդ լեզուն պետք է լինի ներդաշնակ ոչ միայն ինքնիրեն, որտեղ դա թանգարանային նմուշ չէ, ոչ էլ Բախի երաժշտություն է, այլ առօրեական գործիք է մեզ համար, հայրիս համար, մեկս մյուսի հետ շփվելու։ Եվ նշանակում է, որ այն պետք է լինի ներդաշնակ ժամանակներին, մտածողությանը, պատկերացումներին, այսօրվա իրականությանը, այլապես այն չի աշխատի։ Եվ եթե այն չի աշխատում, այն կփոխարինվի։ Լեզվի մաքրության համար պայքարողներ պետք է հասկանան մի բան, որ իրապես լեզուն պետք է հարմար լինի, որ կիրառվի։ Եթե այն հարմար չէ, որքան էլ դու դրա համար կռիվ տաս, այն չի աշխատի։ Չաշխատեց, կփոխարինվի։ Ինչպես չի աշխատում եւ փոխարինվում է Ժիգուլի մեքենան, այնպես որ ինչպես չի աշխատում եւ փոխարինվում է կառքը, որը ժամանակին ձիերով լցված շարժվում էր առաջ, իսկ այսօր այլ
միջոցներ կան։ Սա կարևոր է հասկանալ։ Եվ այս համատեքստում մենք պետք է նաև հասկանանք, թե ինչ պետք է մեր երեխաներին սովորեցնենք լեզվի առումով։ Առաջինը, աշխատում եւ շատ լավ է աշխատում բարբառը։ Պետք չէ պայքարել բարբառների դեմ։ Հակառակը, մենք պետք է անպայման շարունակենք կիրառել դրանք մեր ընտանեկան պայմաններում, շփվելով հարևանների հետ, որտեղ դրանցից է սնվում մաքուր լեզուն։ Մեր լեզուն, այսօրվա լեզուն ստեղծվել է շնորհիվ նրա, որ ժամանակին մենք ունեինք առողջ բարբառներ, որոնցից մեր այն ժամանակվա մասնակիցները, որոնցից մեկի դեպ մեզ շատ հայտնի Աբովյաններ, կարողացան ստեղծել գրական լեզու, որով մենք հիմա խոսում ենք, որից մենք ստեղծել ենք իդեպ երևանյան բարբառը, որը իրական բարբառ չէ, եւ որը բարբառներից ամենավատն եւ հավանաբար ամենաքիչ արդյունավետ եւ օգտակարը մեր լեզվի զարգացման համար, եւ դա նշանակում է, որ այո, դպրոցներում ամենուրեք մենք գրական լեզվին զուգահեռ անպայման պետք է օգտագործենք բարբառները։ Դրանք պետք է շարունակեն մնալ։ Երկրորդը, մեր բոլոր երեխաները պետք է սովորեն անգլերեն։ Անգլերենը դա այն երկրորդ կարևոր լեզուն է, որը պետք է այսօրվա մարդուն աշխարհում ապրելու համար։ Շատ պարզ է դա։ Սկսած նրանից, որ պիտակները, որոնք կպցնում են մեր ներմուծողներ, ներկրողներ ապրանքի վրա, անընթերնելի են, այնքան մանր է այնտեղ հայերեն տեքստը, որ ոչ ոք չի կարող կարդալ, անգամ երեխան։ Իրականում բոլորը ընթերցում են այն ինչ որ գրված է հենց ապրանքի վրա, իսկ դա հիմնականում անգլերեն է։ Դրանից սկսած, վերջացած նրանից, որ ամբողջ գրականությունը, ամբողջ գիտական բովանդակությունը, ամբողջ ժամանակի պահանջներին համապատասխանող արդիական տեղեկույթը անգլերեն է։ Որքան էլ մենք ուզենանք թարգմանել, իսկ թարգմանել պետք է, որովհետև միևնույն է, մենք պետք է մեր լեզվով վերագիտակցենք եւ ընկալենք եւ ըմբռնենք այն, ինչ խոսում եւ ասում է աշխարհում, որպեսզի մեր լեզուն մնա արդիական եւ լինի հարմար աշխատելու, խոսելու, մտածելու համար։ Մենք դրան զուգահեռ բոլորս պետք է պարտադիր խոսենք, հասկանանք եւ գիտակցենք անգլերեն։ Առաջնայինը պետք է լինի մայրենին, որտեղ առանց մայրենի լեզվի իմացության որևէ լեզու հնարավոր չէ լավ սովորել։ Բայց երկրորդը պարտադիր մենք պետք է օգտագործենք անգլերենը։ Եվ այդ առումով, եթե երեխան իր խոսքի մեջ հայրենի զուգահեռ օգտագործում է անգլերեն օտարաբանություններ, լավ է անում, թող օգտագործի։ Առաջինը պահ կգա լեզվի իմացությունը հայրենի կլինի բավարար, որ նա սկսի օգտագործել նաև հայրեն հասկացությունները, որոնք կարող է չգիտի, չի հիշում, դժվարանում է։ Եվ երկրորդը հայրենը կհամալրվի օտարաբանություններով։ Արդյոք գիտեն այդ ոսկեղենիկ հայրենի ջատագովները, որ այսօրվա հայրենի լեզվապաշարի մի զգալի մասը, որ մենք ամբողջապես հայրեն ենք համարում, եկել է պարսկերենից։ Բոլոր զ-ով սկսվող բառերը համարյա պարսկական աղբյուրներն են։ Ամենապարզ բառը մահճակալ բառը պարսկերենից է եկել։ Շատ բառեր բնիկ հայերեն չեն, բնիկ հայերեն անգամ հասկացությունը շատ տարօրինակ է, որտեղ հայրենի առավել զարգացում է եղել այն ժամանակ, երբ որ մենք եղել ենք գերտիրություն։ Եվ հայերեն խոսել են շատ մեծ տարածքի վրա շատ տարբեր ազգեր, եւ այդ ազգերի ազդեցությունը հայրենի վրա եղել է բավականին մեծ։ Իրենք հայրենի մեջ բերել են իրենց լեզվի բաղադրիչները, այդ լեզուները այսօր չկան շատերը։ Այդ պատճառով է, որ մենք շատ հայրեն արմատների համար չեն գտնում դրանց իրական սկզբնաղբյուրները, որտեղ փնտրում ենք դրանց, այդ սկզբնաղբյուրները փնտրում ենք հնդեվրոպական արմատում չեն գտնում։ Չեն գտնում նաև ժամանակակից այլ լեզուներում, չեն գտնում անգամ հին հունարենում կամ հին եբրայերենում կամ հին լատիներենում, որտեղ այլ լեզուներից են եկել, որոնք արդեն այսօր գոյություն չունեն։ Եվ մենք պետք է գիտակցենք եւ հասկանանք, որ մեր բոլոր ուսուցիչները նաև պետք է տիրապետեն ոչ միայն հայրենին, այլ տիրապետեն նաև անգլերեն, որովհետև եթե իրենք չտիրապետեն միջազգային լեզվին, որից գալիս է այսօրվա գիտելիքի առաջնագիծը, որից գալիս են ամենաթարմ պատկերացումները մանկավարժության մասին, կրթության առաջնահերթությունների մասին, կրթական միտքը, գաղափարախոսությունը, մենք չենք ունենա լավ դպրոցներ, չենք ունենա լավ մասնագետներ։ Ինչու ես այս ամենի մասին ասում, որովհետև ես շատ հաճախ քննարկում եւ խոսում եմ տարբեր մարդկանց հետ, թե ինչ անենք, որպեսզի հայրենը մնա հաջորդ սերնդի համար կարեւոր։ Եվ դրա համար միայն մեկ լուծում կա։
այն կմնա կարևոր թանգարանային պարագա, եթե այն չզարգանա, եթե այն չհամապատասխանի ժամանակներին, եթե այն չգործածվի բոլոր համատեքստերում, որոնք այսօր արդիական են, եթե այն չհամալրվի եզրույթներով, որոնք համապատասխանեն այսօրվա կյանքին։ Մենք չենք կարողանա երբեք այդպիսի բան չել եղել, որ հայրենը միայն իր սեփական արմատների պաշարով կարողանա ծածկել բոլոր նորաբանությունները, չեղել անգամ Մեսրոպ Մաշտոցի օրոք։ Օրինակ պատարագում Մեսրոպ Մաշտոցը գրել է Պրոսխումե բարը, որ հունական է, որովհետև չի գտել հոմանիշ, որ նույնքան հնչեղ լինի հայերենով եւ օգտագործել է հունական։ Եվ ինչ։ Մեղադրենք իրեն դրա համար։ Նեղենք, պետք չէ։ Հայրենը միշտ եղել է այնքան զորեղ, այնքան ուժեղ, որ կարողացել է մարսել օտարաբանությունները դարձնել իրենը։ Եվ մենք կարող ենք դա շարունակել անել, ուղղակի դա պետք է անել գեղեցիկ, ներդաշնակ։ Իսկ գիտեք, երբ է լինում լեզուն գեղեցիկ եւ ներդաշնակ։ Ոչ թե որ լեզվի կոմիտեն հաստատում է այս կամ այն եզրույթը, որ երբեք չի կիրառվում, այլ երբ այդ լեզվով սկսում են խոսել լավ կրթված մարդիկ հետաքրքիր թեմաների շուրջ, երբ այն մտնում է գրականություն եւ անցնում է գրքերով, հոդվածներով, քննարկումներով, վերլուծություններով։ Լեզուն հղկվում է օգտագործվելիս, ինչպես քարերը հղկվում են, երբ ջուրը անցնում է, գետ անցնում է այդ քարերի վրայով եւ մաքրում եւ փայլեցնում է դրանց։ Մենք պետք է գործածենք լեզուն բոլոր հնարավոր համատեքստերում առանց սահմանափակումների եւ առանց վախենալու լեզուն կորցնել։ Մենք այդ դեպքում մենք մեր լեզուն չենք կորցնի։ Եկեք մենք ավելի ազատամիտ լինենք մեր լեզվի կիրառման առումով։ Ավելի ազատ կիրառենք դպրոցներում հայերեն թարգմանած տարբեր գրքեր եւ տեքստեր երեխաներին միջազգային գրականությունը բերելու եւ հայերենով մատուցելու համար։ Եվ շատ չբողոքենք, որ դրանք շատ գեղեցիկ հայերենով չեն հաճախ, քանի որ հայ գրողների կողմից չեն գրված։ Եկենք մտածենք ոչ թե նրա մասին, թե ինչ հայերենով ենք մենք խոսում այսօր, այլ նրա մասին ինչ հայերենով ենք մենք խոսելու վաղը, որովհետև դա լինելու է մեր երեխաների լեզուն։ Եվ մտածենք, թե ինչպես զինենք մեր երեխաներին այն հայերենով, որը կշարունակվի գործածվել եւ օգտակար կլինի իրենց համար այն տեսակետից, որ այդ լեզուն իրենց դարձնի ավելի ուժեղ եւ ավելի կարող, այլ ոչ թե ավելի տկար եւ ավելի սահմանափակ։